Մատթեոս 21-րդ գլուխ։ Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց և նրանց ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ քուռաքն էլ հետը, արձակեք, բերեք ինձ. եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, կասեք, դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն կուղարկի դրանք»։ Բայց այս ամենը պատահեց, որպեսզի իրականանար մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասեք Սիոնի դստերը, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա»։ Աշակերտները գնացին և արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց։ Բերեցին էշն ու քուռակը, նրանց վրա գցեցին իրենց հագուստները։ Ապա Հիսուսը նստեց դրանց վրա։ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնություն Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն Բարձրյալին»։ Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաք դղրդաց։ Ասում էին. «Ո՞վ է սա»։ Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։ Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում։ Շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։ Նրանց ասաց. Գրված է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի», այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել։ Տաճարում կույրեր ու կաղեր մոտեցան Հիսուսին և բժշկեց նրանց։ Երբ քահանայապետներն ու տպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնություն Դավթի որդուն», բարկացան և ասացին նրան. «Լսում ես, թե ինչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. Այո, դուք չեք կարդացել, թե երեխաների ու ծծկերների բերանով օրհնությունը կատարեցիր։ Եվ նրանց թողնելով քաղաքից դուրս ելավ դեպի Բեթանիա և այնտեղ գիշերեց։ Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ Ճանապարհի վրա մի թզենի տեսնելով մոտեցավ և վրան տերևից բացի ոչինչ չգտավ։ Եվ թզենուն ասաց. Այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի։ Նույն պահին թզենին չորացավ։ Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. Թզենին ինչպես իսկույն չորացավ։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լեռանն ասեք ելիր ու ծովն ընկիր, կկատարվի։ Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք։ Հիսուսը տաճար եկավ, և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. Ինչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ։ Եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները։ Հովհաննեսի մկրտությունը որտեղից էր, երկնքից թե մարդկանցից։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. Եթե ասենք երկնքից, մեզ կասի ապա ինչու չհավատացիք նրան, իսկ եթե ասենք մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում։ Պատասխան տվեցին Հիսուսին և ասացին. Չգիտենք։ Հիսուսն էլ նրանց ասաց. Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները։ Բայց ձեզ ինչպես է թվում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտեցավ առաջինին և ասաց. Որդյակ, այսօր գնա աշխատիր այգում։ Նա պատասխանեց և ասաց. Գնում եմ, Տեր, բայց չգնաց։ Մոտեցավ նաև մյուսին և նույն բանն ասաց։ Նա պատասխանեց և ասաց. Չեմ ցանկանում, բայց հետո զղջաց և այգի գնաց։ Արդ երկուսից ով կատարեց հոր կամքը։ Նրանք ասացին. Վերջինը։ Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն, որովհետև Հովհաննեսը եկավ արդարության ճանապարհով և նրան չհավատացիք,
Իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք եւ նրան չհավատացիք։ Ուրիշ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց։ Ապա այն տվեց մշակներին եւ գնաց օտար երկիր։ Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։ Մշակներն էլ բռնեցին նրա ծառաներին։ Մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց, թվով ավելի, քան նախկինները։ Սրանց էլ նույն բանն արեցին։ Վերջապես նրանց մոտ ուղարկեց իր որդուն եւ ասաց. «Թերևս իմ այս որդուց ամաչ են»։ Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան եւ սրա ժառանգությանը տիրանանք»։ Եվ նրան բռնեցին, այգուց դուրս հանեցին եւ սպանեցին։ Արդ երբ այգու տերը գա, այդ մշակներին ինչ կանի։ Ասացին նրան. Չարերին դաժանորեն կսպանի եւ այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը նրան կտան իր ժամանակին։ Հիսուսը նրանց ասաց. Միթե Սուրբ գրքում երբևիցե չեք կարդացել. այն քարը, որ շինարարները մերժեցին, նա անկյունակար եղավ։ Տիրոջ կողմից եղավ սա եւ մեր աչքին սքանչելի է։ Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը եւ կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։ Ով այդ քարի վրա ընկնի, կփշրվի, եւ ում վրա այն ընկնի, նրան ցրիվ կտա։ Երբ քահանայապետները, դպիրներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց վերաբերյալ ասաց, եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ նրան մարգարե էր համարում։